Ինչու եք դիմում մի կառույցի, որից սպասելիք չունեք։ Ընդհանրապես իրավագործիքակազմի հետ կապված սա շատ հստակ եմ ուզում արձանագրել, դրա չիրացումը լրիվ այլ մեկնաբանման հնարավորություն է թույլ տալիս կատարելու, որը մենք նաև պրակտիկայում տեսել ենք։ Մենք տեսել ենք ինչպես է օրինակ սահմանադրական դատարան չդիմելը մեկնաբանվում լրիվ այլ տիրույթում։ Դա կլինի Հայաստանի Հանրապետության ներսում, թե հատկապես միջազգային ատյաններում։ Սահմանադրական դատարանի կազմի հետ կապված խնդիրները սա հանրային եւ նաեւ միջազգային բնույթի բացահայտված տվյալներ են։ Այսինքն այստեղ նույնիսկ իմ պնդումը, երբ ես կատարում եմ կազմի վերաբերյալ խնդիրների, խոչընդոտների, սա անհերքելի է, բայց դա արդյոք բավարար է, որ ընդհանրապես սահմանադրական դատարանում չվիճարկվեն ընտրության արդյունքները, այսինքն նույն այդ տվյալները որպես փաստ չներկայացվեն, ես այդպես չեմ կարծում։ Արդյոք նշվածը իրենից ենթադրում է որևէ մի գործողությունից խուսափել կամ այլ, բնավ ոչ։ Արդյոք սահմանադրական դատարան դիմելն է ինքնին պրոտեստի արտահայտումը։ Ոչ, բայց դա անհրաժեշտ պայման է, կարծում եմ այո։ Առնվազն եկեք արձանագրենք, որ նաև շատ կարևորում եմ այն, բազմաթիվ արդեն մեր գործընկերներ հայտարարել են, որ վաղը լինելու են սահմանադրական դատարանի դիմաց։ Արդյոք դա է լինելու այն բավարար երաշխիքը, որ օրինակ սահմանադրական դատարանից մեր հայրենակիցները դրական ակնկալիք ունենան։ Ոչ, բայց մի բան հստակ է։ Սահմանադրական դատարանը նաև բոլոր դեպքերում որպես երրորդ անձ ներգրավել է նաև քաղաքացիական պայմանագրին։ Դուք հնարավորություն կունենաք եւ ես կարծում եմ նաեւ ինչպես միշտ զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը եւ առաքելությունը չափազանց կարեւոր է։ Դուք նաեւ հենց կօգնեք մեզ, որ մեր հանրությանը ներկայացնենք բոլոր փաստարկները, որ մեր հայրենակիցները եւս մեկ անգամ տեսնեն, թե մենք ինչ աստիճան ոչ ազատ եւ ոչ հավասար պայմաններում ընտրություններ ենք ունեցել։ Դրանից արդեն թե ինչ հետևություններ կկատարվեն, բողոքի ինչ արտահայտման ձևեր կլինեն, կարծում եմ ժամանակը ցույց կտա։ Դուք հաշվի առեք, ճիշտն ասած, ես վաղը ժամը 11-ին լինելու եմ սահմանադրական դատարանում, քանի որ ներկայացուցիչ եմ հանդես գալիս Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի, հետևաբար մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում, որ լինելու եմ սահմանադրական դատարանում, կարծում եմ նաև հնդածս մի շարք հարցերի պատասխաններ կտրվեն։ Ես առնվազն այսօր ցանկանում եի մի քանի շեշտադրումները ներկայացնել այն զանգվածային կազմակերպված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը, այնուհետև հունիսի 7-ից մինչև 14-ը։ Իսկապես կարծում եմ նաև սա կարևոր առիթ է ընդգծելու համար, որ այս բոլոր հանգամանքները ներկայացվելու են նաև սահմանադրական դատարանում եւ դուք կտեսնեք, որ դրա վերաբերյալ բովանդակային որևէ հակափաստարկ դուք չեք տեսնելու։ Ի վերջո նաև սա առիթ էր բոլորին ցույց տալու, որ այդքան խոսվեց ընտրական ենթադրյալ հանցանքների մասին, բայց դրա թիվը, ծավալը ինչի մասին է խոսում։ 258, եթե չեմ սխալվում, մեղադրյալների թիվը, որ պատկերացնեք ավելի այլ օրինակով բերեմ, դա մի քանի տեղ մեծ խմբով անձանց խուլիգանության դեպքերի ծավալն է մեղադրյալների։ Դուք խոսում եք, դուք ասելով ձեր մասին չեմ ասում, որոշ անձանց մասին եմ ասում, որ իբրև 500,000-ից ավելի քվե ստացած ընդդիմադիր ուժերը լեգիտիմության խնդիր ունեն, այսինքն լեգիտիմության դեֆիցիտի մեջ կներեք ամբողջությամբ խարսխված ուժը, որը ընտրությունների ամբողջ գործընթացի ընթացքում ատելության խոսք է տարածել, վարչական ռեսուրս է չարաշահել, կենսաթոշակը մեր հայրենակիցների չի բարձրացրել 2024 թվականին կամ 25 թվականին, այլ դա անում է արդեն ընտրական գործընթացի փուլում, ու այդ ամեն ինչի պայմաններում միատել հենց քվեարկության օրը գան վստահված անձանց ընտրական տեղամասից տանեն, դրան նախորդող օրերին շտաբերի պատասխանատուներին ձերբակալեն, կալանքի տանեն,
ամբողջական այս վախի մթնոլորտը ստեղծեն ու մի հատ էլ կասկածի տակ դնեն իրենց դեմ արտահայտվող քաղաքացիների քվեները։ Ախր եկեք օրինակ իրավիճակը պատկերացնենք այս վարչական ռեսուրսը, այս հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունները, որ եթե Հովակիմյան Վահագի գրությանը մի քիչ հարգանքով վերաբերվեին, հակակոռուպցիոն կոմիտեն պետք է չհրապարակեր որևէ կուսակցության անվանում։ Որևէ կուսակցության անվանում չպետք է հրապարակեր։ Հələ պատկերացրեք, դա դնենք մի կողմ։ Ինչ պատկեր էր լինելու։ Եկեք այդ 100,000 անհասկանալի ձայների մասով էլ հիմա բոլոր դեպքերում չաշխատող անձնագրեր են, 17,000 գաղտնի ձևով քվեարկողներ են, հələ դա էլ թող չլիներ։ Մի հատ այդ ժամանակ տեսնեինք էլի այս ընտրությունների ընթացքը, հնդացս։